Խնդիրը այստեղ շատ բազմաթիվ խնդիրներ կան, բայց այսօր ավելի շատ վիոլա ջրի հետ է կապված խնդիրը։ Ուրեմն 5 տարի է, 4-5 տարի է մենք դիմում ենք Շահինյանին, որպեսզի այս վթարված ջրագծերը փոխվեն, ջրաչափերը հանվեն, որի արդյունքում ջրի որակը կլավանա եւ ջրի գումարները կավելանան, ջրի կորուստները կպակասեն։ Տիկին Շահինյանը մեզ պատասխանում է պաշտոնապես, որ 25-24 թվին դա կլուծվի, այդ հարցը նորից 25 թվին դիմում ենք, ասում են, որ 26-31 թվին կլուծվի, նորից ենք դիմում, ասում են, որ դա չի լուծվելու, որովհետև ձեր ջրագծերը անօրինական են։ Եվ 2 շաբաթ հետո գալիս է Աբովյանի ինժեները մեզ սպառնում է, որ կարող է մեր ջրերը անջատել, որովհետև մեր գծերը անօրինական են եւ մեր ջուր կարող է չտալ, եթե իր խեղճը կորցնի։ Ջրագծերը ժանգոտած են մի 2 շաբաթ առաջ։ Ինքը վիոլա ջուրը դիմում է իրենք էլ պատասխանում են եւ գրել են եկեք հանձնաժողով կազմեք, ամեն ինչ էստեղ ուսումնասիրեք, ոչ մեկ չի գալիս, ոչինչ չեն անում եւ ամեն ինչը ստի, կեղծիքի, ամեն ինչի վրա է հիմնված եւ ջրագծերը ժանգոտած են, վթարային են, երբ որ վթար է լինում, ուղիղ 1 ամիս զանգում ենք, որ գան լուծեն, ուղիղ 1 ամիս։ Այդպիսի դեպք եղել է։ Ձմռանը ջուրը պայթել է, բնակիչ չեն եկել են նայել, գնացել են գետի վրա, բնակիչներով փող ենք հավաքում, բնակիչ ընկել է, ոտը կոտրել է։ 3 ամիս մարդը չի կարողանում աշխատել։ Եվ իրենք դա ստով բանենան, որ եկել են սարքել են, բայց դա մերը չեն սարքել։ Մայակովսկի գյուղին վերաբերվող ջրագիծն են սարքել, երբ որ Շամշյանին կանչել են, վազելով եկել են սարքել են նրանք մի շաբաթ ջուր չեն ունեցել։ Բայց մենք փող ենք հավաքում, մի խոսքով, ես իրեն ասեցի այդ ինժեներին, ասում եմ դուք երբ որ եկել եք այդ բասեինը Աբովյանի վերցրել եք, պայմանագիր եք կնքել, դուք որևէ պատասխանատվություն չունեք դրա համար, դուք եք պատրաստել այդ բասեինը, բա չասի, բա ինչ պատասխանատվություն ունես, բա երբ որ ձեր ջրագծերը փողոցներում այդ 2 փողոցում վթարվի, գամ սարքեմ, ասի այդ դեպքում ինչ է նշանակում, որ դուք ասում եք մեզ անօրինական են, ինչն է անօրինական, եթե ինչ որ մեկը չի գրանցել ժամանակին բալանսում, եկեք օրինականացրեք, եկեք դա մեր խնդիրը չի, մենք օրինական 95 թվականին ջրային կոմիտեն են դիմել, եկել են ասել են դուք ձեր միջոցներով սարքեք։ Սարքել են, հիմա ոչ մեկ ջրմուղը չի գրանցել, դու չես գրանցում։ Հիմա մենք բնակչություն ընտանիքի դու ջուրը ասում ես սպառնում ես կկտրեմ։ Դրանով ինչ են ուզում մեզ ասել։ Մենք ուզում ենք ամեն ինչը նորմալանա, որովհետև այս փողոցների սարսափելի վիճակում է եւ գյուղապետը չի կարող այս ջրագծերը փոխել, նա ասում է դա իմ ֆոնդը չի, դա իմ ֆունկցիան չի։ Ես երբ որ ջրագիծը փոխվի, նորմալ ջրագծի վրա ես կգամ այդ ասֆալտը կանեմ։ Մի խոսքով շատ խնդիրներ կան այստեղ, նաև խնդիրա, որ մեր տների վրայով երկրորդ փողոցից մյուս փողոցը գնում է ժանգոտած գազի տրուբաները, երբ որ ընդամենը մի հատ գազի տրուբա պետք է անցկացնեն եւ դիմել են գազի վարչություն, դիմել ենք վերահսկողության, բոլորը ասում են չեք կարող, բայց աբսուրդը նա է, որ մենք իրավունք ունենք այսօր թույլ չտալ դիմացի փողոցը, որ տունը գազ քաշի, բայց իրավունք չունեմ այդ գազը կտրեմ, որը ժանգոտած է, որը իմ պատերի եւ մյուսների պատերի վրայով է գնում, որը վտանգ է սպառնում։ Սա է հարցը, բոլորը մերժում են ընդամենը, որպեսզի հանկարծ որևէ ծախս չանեն։ Որևէ բան չանեն, երբ որ իրենց ասում է ջրի կորուստի համար դու ամբողջ քաղաքը շրջաններն է ջուր անջատելու, արի ջրի կորուստները վերացրու, արի նորմալացրու մեր կյանքը։ Այստեղ ապրում են գիտնականներ, դոկտոր պրոֆեսորներ, ինժեներներ, իրավաբաններ, սա ամառանոց չի, սա մշտական բնակության վայր է, որը անտեսված է եղել եւ մենք ուզում ենք 10 տարի պայքարում ենք այս վիճակի համար։ Դիմացը քարի ցեխ է դրված, որը գիշեր-ցերեկ աշխատում է, բնակիչներին աղմուկի տակ, գիշերը ոչ մի մատի հաստությամբ ձմռանը փոշի է նստում, ամբողջ օրը մենք դա շնչում Ես չգիտեմ, ով է իմանում, ում է պատկանում։ Ուզեցել են այդտեղ 2 տարի առաջ ուզեցել են ասֆալտի ցեղ դնեն։ Բնակիչներս իմացել են, գնացել ենք մինչև մարզպետ, կարողացել ենք դա թույլ չտալ, բնապահպանությունից մարդ ենք վերել, որպեսզի եթե դա ասֆալտի ցեղը այս կարճ տարածքում ասֆալտի գործարան լիներ, մենք չենք կարող այստեղ ապրեինք։ Բայց այդ քարի ցեղը դա նորմերին չի համապատասխանում, դա աղմուկ, աղաղակը, ջերմոցա, սարքած, նորմալ, փոխանակ ջերմոց օգտագործեն, քարի ցեղ են դրել այս կարճ տարածքում։
Սա խնդիր է, սա Այսինքն տիկին Լուսիա, բոլոր պատկան մարմինների համապատասխան դիմել եք, բայց հստակ պատասխան չկա, ձեր խնդրին լուծում չի տրվում։ Այո, մեզ խափում, բոլորը ցերում են, բոլորը խափում են, բոլորը ասում են հնարավոր չի, բոլորը որովհետև դա պետական մակարդակով մի փոքր ծախսա պահանջում, բայց իրենք ոչինչ չեն ուզում անեն։ Հիմա դուք ձեր ջուրը ինչ վիճակով է գալիս, երբ է գալիս, ինչքան ժամանակ։ Մեր ջուրը ամռանը առավոտ 3-ով, բայց ձմռանը չեն անջատում, որտեղ գետի վրա է, որտեղ այստեղ հնարավոր չի։ Բարձր է, ուրիշ տարբերակ չկա, այստեղ ջուր քաշելու։ Տիկին Լուսիա, տիկին Շահինյանը պատասխանատուն է։ Այո, Կարող եք իր հետ էլ խոսել, ունեք։ ես չունեմ, ես ընդամենը բանով եմ խոսում, գրում, մեյլով եմ գրում պաշտոնական։ Ես բոլորը ձեզ ուղարկել եմ։ Պաշտոնական, կնքված, ստորագրված, մարդը պաշտոնապես ասում է գալու եմ սարքեմ։ Հետո տես հիմա ինքը, տեսնում ես ինքը ոնց է իր խոսքից հետ կանգնում, որ վերջին անգամ այդ նամակները իր մոտ կա, երբ որ Շահինյանը մեզ է ուղարկում, նույնը գնում է իրեն, որ գրել է ձեր ջրագծերը չի սարքվելու, անօրինական են, ձեռք քաշեք մեզանից։ Բայց ինքը դուք հասկանում եք, եթե դու Գագիկ պատասխանատու ես այս վթարի համար, դու պատասխանատու չես այս ժանգոտած Տրուբեկի համար, դու պատասխանատու չես օրինականացման համար, դու նամակ ես տալիս Տիկին Շահինյանին, Տիկին Շահինյանն էլ պեչատը խփում է առանց հասկանալու, թե ինչ է անում։ Եթե գրում է գալու եմ փոխեմ, նշանակում է ինքը ունի այդ հնարավորությունը փոխելու։ Այսինքն տիկին Լուսիա, արձանագրենք, որ ձեր խնդիրը կարևոր չի դες համար ով կլուծի, կարևորը խնդրի լուծումն է։ Հիմա համայնքապետարանը կլուծի այդ խնդիրը, Վեոլա ջուրը կլուծի, ձեր պահանջը որպեսզի լուծի։ Այո։ Նորմալ ջուր ստանաք, նորմալ որակի։ Ճիշտն ասած, մենք որ գյուղապետին դիմել ենք, որ ինքը ասել ենք ինչ անենք, ոնց անդադ ես այդ բոլոր նամակները գյուղապետին եմ ուղարկում, որ ինքը տեղյակ լինի, ինչ է կատարվում, ասում եմ ինչ անենք, մեզ խորհուրդ տվեք, որ մենք հասնենք որևէ խնդրի լուծման, ասում է դե դա մեր ուժերից վեր է, դա Վիոլա ջրին է, Վիոլա ջուրը ասում է անօրինական մի կազմակերպություն է, կառույց է, որը պետք է քանդվի եւ մրցակցային ինչ որ բան ստեղծվի դրա հիման վրա, որպեսզի մրցակցություն լինի, որպեսզի շահագրգռվածություն լինի, որ այս բարդակը բանան։ Տեսնում եք, Գագիկը ոնց է ձեր քաշում, ոնց է այդ տես անջատում է, ինչ ես անջատում։ Անջատում ես դու, ես ասում եմ վթարի եմ, ուղիղ 1 ամիս ես զանգել եմ, վթար ա եղել, ուղիղ 1 ամիս, 2 տարի առաջ, 1 ամիս հետո եկել են փողոցում գնացող ջուրը սարքել են։ Ինչ ասեմ, ես չգիտեմ։ Ոչ մեկ չի ուզում ծախս անի, ոչ մեկ չի ուզում ջրի կորուստ վերացնի, ոչ մեկ չի ուզում մարդկանց